Հնդկաստանի Ասամ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժել է ավելի քան 170,000 մարդ։ Ջրհեղեղներն ընդգրկել են 12 շրջան, 30 վարչական գոտի եւ շուրջ 580 գյուղ։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սիվասագար, Չարայիդո եւ Ջորհատ շրջաններում, որտեղ ջրի տակ են անցել բնակավայրեր։ Վնասվել են ամբարտակներն ու երթուղային ենթակառուցվածքները։ Հեղեղվել է նաեւ ավելի քան 10,000 հեկտար գյուղատնտեսական մշակաբույս։ Ջրի բարձր մակարդակի պատճառով խաթարվել է երկաթուղային հաղորդակցությունը։ Մի շարք գնացքների երթուղիներ չեղարկվել, կրճատվել կամ փոփոխվել են։ Թուրքիայի Անտալիա նահանգի Աքսեքի շրջանում բռնկված անտառային հրդեհը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել շուրջ 18 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո։ Հրդեհի մարմանը մասնակցել են 9 հրշեջ ուղղաթիռ, 3 հրշեջ ինքնաթիռ, 45 հրշեջ մեքենա եւ 21 ջրամատակարարման մեքենա։ Նախնական տվյալներով կրակից վնասվել է շուրջ 100 հեկտար անտառային տարածք։ Հորդառատ անձրևների հետևանքով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մի շարք փողոցներ եւ ճանապարհահատվածներ հեղեղվել են։ Տեղական ծառայություններն աշխատում են ջրածածկ հատվածներում, վերացնելով տարերքի հետևանքները։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։ Եմենի Իրանի աջակցությամբ գործող հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային էմբարգո սահմանելու մասին։ Ապստամբները չեն մանրամասնել, թե ինչպես են պատրաստվում իրականացնել այդ շրջափակումը։ Եթե հայտարարությունը գործնականում իրականացվի, Սաուդյան Արաբիան կարող է բախվել լուրջ տնտեսական խնդիրների, կորցնելով Կարմիր ծովի նավահանգիստների բնականon օգտագործման հնարավորությունը։ Սա կարող է ազդել նաև համաշխարհային նավթային շուկայի վրա, քանի որ Սաուդյան Արաբիան օրական արդյունահանում է ավելի քան 10 միլիոն բարել նավթ եւ համարվում է աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկը։ Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Իրանի տարածքից արձակված 3 հրթիռ, այն բանից հետո, երբ դրանք մուտք են գործել երկրի օդային տարածք։ Զինվորականների հաղորդմամբ որսման գործողության հետևանքով զոհեր եւ վիրավորներ չկան, նյութական վնաս նույնպես չի արձանագրվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ յուրաքանչյուր ամերիկացի զինծառայողի սպանության համար Իրանը բազմապատիկ կվճարի, նշելով, որ համապատասխան հրահանգը փոխանցել է պաշտպանության նախարարին։ Միաժամանակ Իրանի Իսֆահանի նահանգապետի տեղակալի խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածել է Խոմեյն քաղաքի արվարձանում գտնվող արդյունաբերական օբյեկտի։ Իրանական Ֆարս գործակալությունն էլ հայտնել է, որ պայթյունների ձայներ են լսվել նաև երկրի հարավում գտնվող Շիրազ քաղաքում։ Իրանի առաջին փոխնախագահն էլ հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ որևէ երկրից թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ զարգացնելու համար։ Նյու Յորքի դպրոցներում առաջին անգամ դասավանդելու է ռոբոտ։ Այս մասին հայտնել է Trending Politics-ի համասեփականատեր Քոլին Ռագը։ Նրա փոխանցմամբ նախագիծը նախատեսում է ռոբոտի ներգրավում ուսումնական գործընթացում։ Ծրագրի մեկնարկի ժամկետի եւ գործնական մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։ Էնդի Բըրնեմը պաշտոնապես ստանձնել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը, հայտարարելով, որ իր կառավարությունը կիրականացնի 10-ամյա ծրագիր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները լուծելու նպատակով։ Դաունինգ Սթրիթում ունեցած իր առաջին ելույթում Բըրնեմն ընդգծել է, որ խոսքը ոչ թե պաշտոնավարման տևողության, այլ երկարաժամկետ կառուցվածքային փոփոխությունների մասին է, վստահեցնելով, որ կառավարության առաջնահերթությունը լինելու են բրիտանացիների կարիքները։